Ես ոչ թե դեմ եմ, որ բարձր մակարդակի կրթություն ստանան, ես կողմ եմ, որ արդարության պահպանում լինի, որովհետև իմ ասածը ուրիշ բան է։ Ես ասում եմ, որ մենք հիմնովին պետք է փոխենք մոտեցումը և Հայաստանի բուհերում սովորողների համար, ինչ ֆակուլտետներ են գործում, ուր ենք ուղարկում և ինչ կրթությամբ ենք ուղարկում մարդկանց։ Ի վերջո պիտի ցանկացած ֆակուլտետ կցված լինի ցանկացած արտադրության, ցանկացած նախարարության, որ իմաստավորված լինի այնտեղի ֆինանսավորումը և այնտեղի կրթությունը։ Բանակն էլ է կարևոր իհարկե։ Ում ենք ազատում բանակից, տեսական մի հարց։ Դիցուք Հայաստանում տնտեսությունը այնպես արագ է զարգանում, որ բոլոր ծնողները կարողանում են իրենց երեխաներին ուղարկել այդ 50 բուհերում սովորելու հարց, այդ դեպքում ովքեր են ծառայելու բանակում։ Հարցա չէ, որ կարա լինի, այդ հարցին պետք է պատասխանենք, թե չէ։ Եկեք լուրջ մտածենք, էլի ես նենց չի, որ դեմ եմ։ Ես ինքս երևի մի տարյա մի երեխա ասեմ, երիտասարդի համար այստեղ այնտեղ միջնորդում եմ, ասում եմ այդ 50-ից մեկում սովորել եկել է, ուզում է Հայաստանում ապրի, աշխատի, մի տեղ ընդունեք եւ բոլոր տեղերում շատ կուլտուրական ճանապարհում են տուն։ Բա այս հարցին հիմա ո՞նց ենք անդրադառնալու, օրենքը ընդունեցինք, ո՞նց ենք պարտադրելու, որ իրանք պետք է աշխատեն, ո՞նց ենք այդ գործատուին, նախարարությանը պարտադրելու, որ նրանք աշխատեն։ Շնորհակալություն։